Այն քաղաքացիները, ովքեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տեսանելի տեղեկատվությունից բացի այլ եկամուտ չունեն, ապա կարող են անգամ մուտք չգործել եկամուտների հայտարարագրման համակարգ։ Քաղաքացու հայտարարագիրը ինքնաշխատ կերպով կհամարվի լրացված պետական եկամուտների կոմիտեի կողմից լրացված տվյալների հիման վրա։ Նախագծի վերաբերյալ մանրամասները հայտնել քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Բաբկեն Թունյանը, այսինքն այս դեպքում չլրացնելու համար պատասխանատվություն չի լինի, նշել է Թունյանը։ Իսկ այն քաղաքացիների համար, ովքեր ամեն դեպքում մուտք կգործեն համակարգ ու կլրացնեն հայտարարագիրը, լրացուցիչ օգնական ֆունկցիա կլինի։ Այսինքն, եթե քաղաքացին իր համաձայնությունը համակարգում տա, ապա պետական եկամուտների կոմիտեն կարող է տվյալ քաղաքացու ավանդներից ստացված եկամուտների տվյալները բանկից ստանալ եւ ինքնաշխատ լրացնել։ Տարիքը հիմք չի դիտարկվի աշխատանքային պայմանագրի լուծման համար։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն է հանրային քննարկման ներկայացրել նախագծերի փաթեթ։ Մի շարք օրենքներից կհանվի պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքի շեմը, այսինքն 65 տարին լրացած անձանց հնարավորություն կտրվի շարունակել աշխատել տվյալ օրենքների շրջանակում նախատեսված պաշտոններում։ Փաթեթի ընդունման դեպքում փոփոխությունը կվերաբերի քաղաքացիական ու համայնքային ծառայողներին, ՊՕԱԿ-ների տնօրեններին, վարչական պաշտոն զբաղեցնող աշխատակազմի ղեկավարներին եւ այլն։ Արմենիա միջազգային օդանավակայաններ ընկերությունը առաջիկա 10 տարիներին պլանավորում է $500 միլիոն ներդրում իրականացնել Երևանի Զվարթնոց օդանավակայանի նոր տերմինալի կառուցման համար։ Վերջին 2 տարիների ընթացքում Երևանի օդանավակայանի ուղևորահոսքի աճը կանխատեսվածից ավելի է եղել, հասնելով տարեկան ավելի քան 5.5 միլիոնի։ Տերմինալը կառուցված է եղել տարեկան 3-ից 4 միլիոն ուղևորի սպասարկման համար, ուստի հիմա գործող հզորությունները արդեն բավարար չեն եւ ընդլայնումը այս պայմաններում կարևոր է։ Այս մասին Forbes-ին տված հարցազրույցում ասել է Արմենիա միջազգային օդանավակայաններ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարսելո Վենդեն։ Նախորդ տարի թմրամիջոցների ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերի թիվը նվազել է 1431-ով կամ 28.2%-ով։ Իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը կազմել են 1910, որը 2023 թվականի համեմատ նվազել է 892-ով կամ 31.8%-ով։ Այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանը Կանադայից ժամանած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում։ Ռուսաստանը նոյեմբերին կկարողանա ավելացնել նավթի արդյունահանումը օրական մինչև 9.530.000 բարելով, հայտարարել են OPEC-ից։ Ալժիրը կկարողանա հասնել 967.000-ի, Քուվեյթը 2.569.000-ի, Արաբական Միացյալ Էմիրությունները 3.399.000-ի, իսկ Օմանը 808.000 բարելի արդյունահանման։ Իտալիան խիստ մտահոգված է Միացյալ Նահանգների իշխանությունների կողմից մակարոնեղենի ներմուծման վրա սահմանված լրացուցիչ հակադեմպինգային մաքսատուրքով։ Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարությունը։ Նոր մաքսատուրքերի պատճառով Միացյալ Նահանգներում իտալական մակարոնեղենի գները գրեթե կրկնակի կբարձրանան։ Այս կապակցությամբ Ռոմը սերտորեն համագործակցում է Եվրոպական հանձնաժողովի հետ Վաշինգտոնի վրա ճնշում գործադրելու համար։ Google-ը մտադիր է $4 միլիարդ ներդրում անել Արկանզաս նահանգում տվյալների մշակման կենտրոնի կառուցման, ինչպես նաև ամպային եւ արհեստական բանականության ենթակառուցվածքների ստեղծման համար։ Ըստ Google-ի հաղորդագրության կառուցվելիք տվյալների կենտրոնը կլինի ընկերության առաջին նման կենտրոնը Արկանզասում։ Ներդրումները նախատեսված են մինչև 2027 թվականի ավարտը։ Ծրագիրը ներառում է նաև նահանգի էներգետիկ համակարգի կայունության բարձրացման միջոցառումներ։ Ամերիկյան Տեսլա ընկերությունը 2025 թվականի 3-րդ եռամսյակում էլեկտրական ավտոմեքենաների մատակարարումները ավելացրել է 7.4%-ով հասցնելով ռեկորդային 497.099 միավորի։ Այս տարվա սկզբից Տեսլայի շուկայական արժեքը աճել է 14%-ով։
Զբոսավար ուղեկցորդները, զբոսաշրջային ավտոբուսները, զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպություններն ու տեղեկատվական կենտրոնները կորակավորվեն։ Այսպիսով կապահովվի մատուցվող ծառայությունների թափանցիկությունը, զբոսաշրջիկները կստանան որակյալ ընտրության հնարավորություն։ Այս պահին Հայաստանի Հանրապետությունում որակավորված է ընդամենը 1 հյուրանոց, ուստի նոր որոշումը պետք է բարձրացնի շահագրգռվածությունը, որպեսզի առավել մեծ թվով հյուրանոցներ ձգտեն որակավորում ստանալ։ Այս վարակայում արդեն զբոսաշրջիկը համոզված կլինի, որ Հայաստանում գործում են միջազգային ստանդարտներին համապատասխան բոլոր ծառայությունները կոնկրետ հյուրանոցների մասով, հյուրանոցային տնտեսության օբյեկտների մասով։ Այնպես չէ, որ հիմա հանրապետությունում գործող հյուրանոցային ծառայությունները ցածր որակի են, պարզապես ճանաչելի չեն օտարերկրյա զբոսաշրջիկին։ Միջազգային որակավորում ստանալու դեպքում հյուրանոցները առավել վստահելի ու պահանջված են դառնում զբոսաշրջիկների համար։ Որակավորումը հյուրանոցային տնտեսության օբյեկտների երկու փուլով է լինելու։ Առաջին փուլում հյուրանոցային տնտեսության օբյեկտը դիմելու է զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց միավորում եւ ստանալու է նախավորակավորման վկայական եւ որակավորման կարգեշնորհվելու վերջինիս, այնուհետեւ երկրորդ փուլի ընթացքում նախավորակավորման վկայական արդեն կհաստատվի զբոսաշրջության կոմիտեի կողմից եւ որակավորման կարգի շնորհումը եւս արդեն վերջնական կհաստատվի կոմիտեի նախագահի հրամանով։ Այն հյուրանոցները, որոնք չեն համապատասխանում որակավորման չափանիշներին, հնարավորություն կունենան միջազգային կազմակերպության հետ համագործակցելով բարելավել ծառայությունների որակը։ Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումը կամավոր է։ Անցած շաբաթվա ընթացքում Երևանում ապօրինի շինությունների կառուցման եւ հողազավթման դեպքերով կազմվել են ընդհանուր թվով 81 արձանագրություններ։ Շինհրապարակները ոչ պատշաճ կերպով կահավորելու դեպքում կառուցապատողները չեն ունենալու այն արտոնությունները, ինչը որ կունենային պատշաճ կահավորած լինելու դեպքում, հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։